Նկատել եք, երբ օրը ավարտվում է, մեր մտքի եւ մեր ուղեղի հետ հետաքրքիր բան է տեղի ունենում։ Դու կարող ես օրվա ընթացքում 10 լավ բան ունենալ, բայց օրվա վերջում հիշել այն մեկ վատը, որ պատահեց քեզ։ Ինչ որ մեկը չբարևեց, կամ ինչ որ մեկը այլ կերպ բարևեց, կամ ինչ որ մեկը ինչ որ վատություն արեց քեզ, եւ այդ ժամանակ այն լավ 10 թողած քո ուղեղը սկսում է իր ներսում շրջանառել այդ մեկ բացասական միտքը։ Կարծես մի անտեսանելի մատ սեղմում է քո բացասականության կոճակը եւ անգամ ամբողջ գիշեր կարող է քո ուղեղը մտածել այդ մեկ վատի մասին ընդդեմ 10 լավի։ Եվ հիմա հարցը սա է, ինչու է մեր ուղեղը այդքան արագ բռնում վատը, բացասականը։ Եվ երկրորդ հարցը հետևյալն է, արդյոք հնարավոր է գիտական, հոգեբանական կամ էլ հոգևոր ճանապարհով վարժեցնել, մարզել մեր ուղեղը այնպես, որ այն չկենտրոնանա բացասականի վրա, այլ ըմբռնի դրականը։ Այսօր խոսելու ենք 3 կարևոր հարցերի մասին։ Առաջինը, ինչ է նեգատիվ բայասը, այսինքն հակումը դեպի բացասականություն։ Երկրորդ, ինչ է positive bias-ը, այսինքն հակումը դեպի դրականություն։ Արդյոք դա ուղղակի ինքնախաբեություն է, ներշնչանք է, կույր լավատեսություն է, թե վարժված ուղեղի աշխատանք է։ Եվ երրորդ, ինչ է ասում Աստվածաշունչը եւ նեյրոգիտությունը մեր ուղեղը մարզելու, մեր ուղեղը դիսցիպլինի ենթարկելու եւ նորոգելու մասին։ Ուրեմն մնա ինձ հետ մինչև վերջ, ես խոստանում եմ քեզ արժեքավոր տեղեկություն փոխանցել, որը կարող է քո կյանքի վրա մեծ ազդեցություն թողնել։ Եվ եթե նման տեսանյութերը քեզ իսկապես քաջալերում են եւ օգնում են քո կյանքի ընթացքում, ապա իմ ավանդական խնդրանքն է՝ չմոռանաս դնել լայքի նշանը, բաժանորդագրվել այս ալիքին եւ քո մեկնաբանությամբ ակտիվ լինել։ Եկեք YouTube-ին ստիպենք մեր մատի մեկ հպմամբ այս նյութը շատ-շատերի համար հասանելի դարձնի։ Շնորհակալություն համագործակցության համար, իսկ մենք շարունակենք։ Ասում են մի քաղաքի սկզբնամասում մի խանութ կար։ Եվ մի անձնավորություն, որ որոշել էր տեղափոխվել ապրելու այդ քաղաք, նա մտնում է խանութ եւ խանութպանից հարցում է անում քաղաքի բնակչության մասին։ Խանութպանը նրան հարցնում է. «Իսկ դու այն քաղաքից, որ տեղափոխվել ես այս քաղաք, ինչպիսի քաղաք էր, ինչպիսի բնակիչներ էին քո քաղաքի բնակիչները»։ Նոր եկած անձնավորությունը, որ եկել էր այդտեղ բնակվելու, ասաց. «Գիտես, մեր քաղաքի բնակիչները անտանելի մարդիկ էին, ահավոր մարդիկ էին, կռվարար, գող, ավազակ։ Դրա համար տեղափոխվել եմ այս քաղաք, հիմա ուզում եմ իմանալ այս քաղաքի բնակիչներն ինչպիսին են»։ Խանութպանն ասաց. «Գիտես, ոչ մի տարբերություն չկա քո եւ այս քաղաքի բնակիչների միջեւ, որովհետեւ սրանք էլ նույն ձև կռվարար են, գող են, ավազակ են»։ Մի քանի օր անց մեկ ուրիշ նոր բնակիչ է հայտնվում քաղաքում եւ այցելում է այդ խանութ։ Նորից նույն հարցը տալիս է խանութպանին եւ ասում է. «Ինչպիսի քաղաք է այս քաղաքը»։ Եվ խանութպանը հարցնում է. «Իսկ ինչպիսի քաղաք էր քո քաղաքը, որտեղից դու տեղափոխվել ես»։ Նա ասում է. «Գիտես, իմ քաղաքը շատ լավն էր։ Իմ քաղաքի բնակիչները շատ բարի, շատ ազնիվ, շատ պարկեշտ անձնավորություններ էին»։ Իդեպ երկուսն էլ խոսում են նույն քաղաքի մասին։ Խանութպանը պատասխանում է, ասում է. «Քեզ համար լավ լուր ունեմ, այս քաղաքի բնակիչներն էլ բարի, ազնիվ եւ պարկեշտ մարդիկ են»։ Վաճառողուհին, որ այդ երկու զրույցներին էլ ներկա է լինում, զարմացած հարցնում է խանութպանին։ Ասում է. «Ինչպես եղավ, որ առաջին հարցման ժամանակ դու բացասական պատասխան տվեցիր, երկրորդ հարցման ժամանակ դրական»։ Խանութպանն ասում է. «Այն առաջին բնակիչը, որ տեղափոխվել է այս քաղաք, նա մարդկանց մեջ միայն վատն էր տեսել, իր քաղաքի բնակիչների մեջ տեսել էր միայն բացասականը եւ նույնն էլ այս քաղաքում կանի, դրա համար ես իրեն այդպես ներկայացրեցի։ Երկրորդ բնակիչը, որ տեղափոխվել էր այս քաղաք, իր նախորդ քաղաքի բնակիչների մեջ միայն լավն էր տեսել, միայն դրականն էր տեսել եւ նույնն էլ կտեսնի այս քաղաքում, դրա համար էլ այդպես ներկայացրեցի»։ Ուրեմն առակի խորհուրդը հետևյալն է.
ինչ որ մենք փնտրենք, դա էլ կգտնենք։ Եթե մեր ուղեղը մենք վարժեցնենք բացասականը տեսնելուն, կտեսնենք միայն բացասականը։ Եթե մեր ուղեղը դաստիարակենք եւ դիսցիպլինի ենթարկենք, որ այն տեսնի դրականը ի հեճուկս բոլոր բացասականների, նկատի գնահատի նաև դրականը, ապա մեր ուղեղը կտեսնի այդ դրականը։ Այս առումով կարելի է մեջ բերել նաև ավետարանական հայտնի ճշմարտությունը՝ փնտրեք եւ կգտնեք։ Ուրեմն մարդ ինչ էլ որ փնտրի, անպայման դա կգտնի։ Ինչ է negativity bias-ը, այսինքն հակումը դեպի բացասականություն։ Դա պարզապես բացասականը տեսնելը չէ։ Դա հակումն է ամեն ինչի մեջ վատը փնտրելը, ամեն ինչի մեջ սպառնալիք տեսնելը։ Ընդհանրապես մարդու բնական հակվածությունն է արագ նկատել վատը, արագ տեղորոշել վատը, արագ ուշադրություն դարձնել վտանգի վրա եւ հիշել, մշակել ու պահել իր ներսում բացասականը։ Սա մեր բնական հակումն է։ Հենց այստեղից է գալիս նաև հիշաչարությունը, երբ մարդը վատը ավելի երկարատև է հիշում, քան լավը, երբ որևէ մեկի բացասական վերաբերմունքը իր հանդեպ ավելի խորը հետք է թողնում, քան ուրիշի դրական վերաբերմունքը իր հանդեպ։ Այ դրա համար են ասում, երբ որ մեկին դու 10 լավություն ես անում, բայց մեկը վատություն կամ էլ ուղղակի վատություն չես անում, ոչինչ չես անում, նա կմոռանա այն 10 լավը եւ կկենտրոնանա այն մեկ բանի վրա, որ դու պիտի անեիր, բայց իր համար չարեցիր։ Հոգեբանության դասական ձևակերպումներից մեկը հենց սա է, անգլերենում այսպես է հնչում. bad is stronger than good։ Այսինքն բացասականը ավելի խորը եւ ավելի ուժեղ տպավորություն է թողնում մարդու վրա եւ մեջ, քան դրականը։ Ինչու է այդպես։ Որովհետեւ մեր ուղեղը կառուցված է գոյատևման համար, պայքարելու համար։ Մեր նախնիները անընդհատ իրենց մաշկի վրա են զգացել սպառնալիքները։ Դրա համար մարդկային ուղեղը վարժվել է տեսնելու վտանգը, ամեն հնարավորի մեջ տեսնելու բացասականը, տեսնելու դժվարությունը, ֆիքսելու դա, որովհետև դա գոյաբանական խնդիր էր մարդու համար դարեր շարունակ։ Իսկ լավը չնկատելը մարդու ուղեղի համար դարեր շարունակ եղել է պարզապես հաճույքը բաց թողնել, ընդամենը այդքան, իսկ վատը չնկատելը նրա համար եղել է կյանքի եւ մահվան հարց։ Այսինքն հակումը կամ կողմնակալությունը բացասականի հանդեպ դարեր շարունակ մարդկային ուղեղի համար եղել է փրկարար մեխանիզմ։ Բայց այստեղ ցավը այն է, որ ինչ որ դարեր շարունակ փրկել է մարդուն անտառում վտանգներից ու սպառնալիքներից, այդ նույն մեխանիզմը կարող է կործանել մարդուն եւ գողանալ նրա խաղաղությունը քաղաքի մեջ։ Ինչ է ասում նեյրոգիտությունը բացասական հակման մասին։ Նախ նեյրոգիտությունն ասում է, որ վատի ձայնը ավելի բարձր է մարդկային ուղեղում, քան լավի ձայնը։ Ուրեմն վատը բացասականը ունի ձայն, որը ավելի բարձր է հնչում։ Նեյրոգիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բացասական խթանները հաճախ առաջացնում են ավելի ուժեղ, ավելի կայուն ուղեղային արձագանք, հատկապես զգացմունքային մշակման համակարգերում, օրինակ ամիգդալայի ներգրավվածությամբ։ Սա անպայման չի նշանակում, որ մարդը դատապարտված է միայն բացասականը տեսնելուն։ Սա նշանակում է, որ եթե դու չես մարզում քո ուղեղը, եթե ղեկը չես վերցնում քո ձեռքը, ապա մեր ուղեղը բնականորեն կհակվի դեպի բացասականը, դեպի սպառնալիքը եւ վտանգը։ Երկրորդ, նեյրոգիտությունն ասում է, որ մարդու ուղեղի համար կորուստը ավելի ծանր, ավելի խորը ազդեցություն է թողնում, քան ձեռքբերումը։ Վարքագծային գիտության մեջ կա այսպիսի մի հասկացություն՝ կորուստի անտանելիություն։ Նույն չափի կորուստը հաճախ ավելի ցավոտ է, քան նույն չափի ձեռքբերումը հաճելի։ Այսինքն, եթե դուք մեքենա եք կորցրել վթարի հետևանքով, այդ ցավը ավելի ազդեցիկ է, քան եթե դուք մեքենա ձեռք բերեիք, ինչ որ մեկը ձեզ նվեր տար։ Ազդեցության առումով կորուստի ցավը ավելի կայուն է, ավելի խորն է, քան ձեռքբերման հաճույքը։
Ահա թե ինչու մեկ քննադատական մեկնաբանությունը մեր հասցեին կարող է ջնջել 10 քաջալերական մեկնաբանությունը։ Օրինակ 10 հոգի կարող են լավ բան ասել մեր մասին, գովել մեզ, քաջալերել մեզ, եւ եթե ընդամենը մի անձնավորություն կանգնի եւ վատը ասի, մենք այն 10-ը շատ արագ կմոռանանք եւ կկենտրոնանանք այդ մեկ վատ, չար մեկնաբանության վրա։ Բայց նեյրոգիտությունը նաև ասում է, որ լավ լուր կա եւ լավ լուրն այն է, որ մեր ուղեղը սովորում է։ Մեր ուղեղը լավ աշակերտ կարող է լինել եւ կարելի է այն վերադաստիարակել եւ դիսցիպլինի ենթարկել։ Ուղեղը փոփոխվող օրգան է։ Կրկնվող ուշադրությունը եւ մտածողության ուղիները կարող են ամրանալ կամ փոխվել։ Սա է նեյրոպլաստիկության գործնական հետևանքը։ Ինչին հաճախ ես վերադառնում, դրա ճանապարհը ուղեղում լայնանում է։ Այսինքն ինչի վրա հաճախ ես ուշադրություն դարձնում, ինչի մասին հաճախ ես խոսում, քո նեյրոնները սկսում են ճանապարհ հարթել, նեյրոնային ուղիներ ձևավորել եւ այդ ուղիները ավելի ընդարձակ են դառնում, որքան շատ ենք խոսում այդ մասին։ Եվ մեր ուղեղը սկսում է հակվել դեպի այդ թեման։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչ է positive bias-ը կամ հակումը դեպի դրականությունը եւ ինչ չէ positive bias-ը։ Շատերը դրականություն ասելով հասկանում են ձևականություն, այսինքն ձևացնել, թե ամեն բան լավ է, ժպտալ, երբ ներսում ցավ կա, ասել ամեն ինչ լավ է, երբ իրականում ներսդ ավերված է, կամ էլ ներշնչել քեզ, թե ամեն ինչ լավ է։ Իրականում սա դրականություն չէ, սա ինքնախաբեություն է։ Քրիստոնեական եւ գիտական առումով սա վտանգավոր է եւ մոլորության նախաշեմն է։ Ուրեմն դրական մտածողություն կամ հակում դեպի դրականություն չի նշանակում, որ չնկատել բացասականը կամ էլ անտեսել բացասականը, լինել կույր մտքով, չի նշանակում հերքել իրականությունը, կեղծել իրականությունը։ Հակումը դեպի դրականություն իրականում մարզված ուշադրությունն է։ Դա նշանակում է տեսնել իրականությունը, բայց չապրել այդ բացասական իրականության տպավորության ներքո։ Դա նաև նշանակում է, որ մենք պետք է մարզենք մեր ուղեղը, որ այն տեսնի նաև Աստծո գործը մեր կյանքի մեջ։ Հիշում եք, այդպիսի մի երգ կա հայտնություն գրքի մեջ, ասում է ինչ մեծ ու հրաշալի են քո գործերը, Տեր Աստված ամենակալ։ Մենք կարիք ունենք, որպեսզի մարզենք մեր ուղեղը, որպեսզի տեսնի Աստծո գործը։ Իսկ Եսայա մարգարեության մեջ ասում է, թեպետ խավարը եւ մառախուղը ծածկել է ամբողջ ազգերը, բայց քեզ վրա ծագում է Տերը։ Մեկ այլ տեղ էլ ասում է, ամբողջ երկիրը լի է Աստծո փառքով։ Մարդ կա, որ նայում է երկրին եւ չի տեսնում Աստծո փառքը, բայց մարդ էլ կա, որ Աստծո աչքերով է նայում եւ տեսնում է Աստծո փառքը եւ Աստծո գործը։ Դրական հույզերի մասին ժամանակակից տեսություններից մեկը broaden and build մոտեցումն է, որն ասում է, դրական հույզերը կարող են լայնացնել մտածողությունը եւ երկարաժամկետում կարող են կառուցել ռեսուրսներ, այսինքն հոգեբանական ճկունություն, կապեր, ստեղծագործական մոտեցում, այսինքն ամեն անելանելի վիճակների մեջ մեր ուղեղը սկսում է ելք փնտրել եւ գտնում է այդ ելքը։ Իսկ այն ուղեղը, որ հակված է միշտ դեպի բացասականը, անգամ դրական հնարավորությունները չի տեսնի, չի նկատի, ելքը չի տեսնի, նրա համար ամեն բան վատ է, ամեն բան մոխրագույն է, ամեն բան սև ու սպիտակ է եւ նա չի տեսնում գույների այլ երանգները։ Հիմա ինչ է ասում Աստվածաշունչը ուղեղի կամ մեր մտքի կողմնակալությունների մասին։ Աստվածաշունչը բացահայտ ընդունում է, որ մարդը ունի ներքին պայքար, ներքին կռիվներ, մարդը ունի ներքին ձայն։ Բայց նույն Աստվածաշունչը մեզ նաև հորդորում է վերափոխվել, մտքով նորոգվել, ճիշտ որոշումներ կայացնել, որոնք կարող են ազդել մեր մտածողության վրա։ Վերջ-վերջո ապաշխարություն բառը, որ հունարեն մետանոյե բառն է, որ թարգմանվում է որպես դարձ,
նշանակում է նաև մտքի փոփոխություն, աշխարհայացքի փոփոխություն, որոշումների, համոզումների, կարծիքների փոփոխություն։ Ուրեմն տեսնում ենք, որ Աստվածաշնչյան նոր կտակարանյան ապաշխարությունը, զղջումը, դարձը, դա պարզապես հուզական գործողություն չէ, դա մտքի հստակ փոփոխություն է, մտադրություն է, մտքի որոշում է։ Ուրեմն Հռոմեացիներին 12-րդ գլխի սկզբում հենց Պողոս առաքյալը դա էր ասում. նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, մենք ամեն օր կարիք ունենք Աստծո խոսքով նորոգել մեր միտքը, թարմացնել այն, իսկ մեր հին միտքը, եթե մնա ինքն իրենով, ապա նա չի կարող տեսնել Աստծո գործը եւ տեսնել Աստծո ձեռքը։ Ուրեմն մենք կարիք ունենք Աստծո խոսքի, որ դրանով կարողանանք նորոգել մեր մտածողությունը եւ ձեռք բերել աստվածային մտածելակերպ։ Ես ուզում եմ ձեզ համար կարդալ մի շատ արժեքավոր խորհուրդ Պողոս առաքյալից։ Տեսեք դեռ առաջին դարում ինչ էր գրում առաքյալը եւ ինչ է մեզ փոխանցում Աստծո խոսքը։ Այսուհետև եղբայրներ, եւ ես շատ եմ սիրում այսուհետևը։ Այսինքն, եթե միջև այսպես է եղել, սրանից հետո այսպես է լինելու։ Այսուհետև եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի եւ գովելի, այն մտածեք։ 8 կարևոր հատկանիշներ, որ փոխանցում է մեզ առաքյալը։ Ասում է դրա մասին մտածեք։ Ուրեմն Պողոս առաքյալը իր սեփական օրինակով հենց այդպես է ծառայել, որ մարդիկ տեսնեն եւ դա ընդօրինակեն, այդպես մտածեն, այդպես խրատվեն, այդպես դիսցիպլինի ենթարկեն իրենց ուղեղը։ Սա ուղղակի հակաթույն է նեգատիվիթի բայասի ավտոպիլոտին։ Որովհետև մեր ուղեղը ավտոպիլոտի ռեժիմ ունի, իսկ ավտոպիլոտի ռեժիմով նա ուզում է գնալ եւ անպայման ընկնել ձորը, հայտնվել բացասականության, անելանելիության, վատատեսության փոսերի մեջ։ Իսկ երբ որ մենք սա գործադրում ենք, դա նշանակում է, որ ղեկը մեր ձեռքն ենք վերցնում իհարկե Աստծո օգնությամբ եւ Աստծո խոսքի նորոգությամբ եւ սկսում ենք տեսնել, նկատել լավը, տեսնել Աստծո գործ այդ ամենի մեջ։ Հիշում եք, մեկ այլ տեղ Աստծո խոսքն ասում է, որ Աստված ամեն վատ բան բարու գործակից կանի նրանց համար, որոնք սիրում են իրեն։ Ուրեմն անգամ փորձությունների, նեղությունների մեջ էլ Աստված բարի նպատակ է հետապնդում մեզ համար։ Մեզ մնում է միայն դրանք նկատելը։ Հաջորդ խորհուրդը Աստվածաշնչից հետևյալն է. դու կարող ես խոսել քո անձի հետ, այո, եւ դրանում ոչ մի տարօրինակ բան չկա, ավելին ասեմ, դա շատ օգտակար պրակտիկա է։ 42 Սաղմոսի 5-րդ խոսքում Դավիթ թագավորը հետևյալն իրեն հորդորեց. ով իմանց, ինչու ես տրտում, ինչու ես շփոթված ինձանում, Աստծուն հուսա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է։ Մենք տեսնում ենք Սաղմոսներում քանի տեղ Դավիթը դիմում է իր սեփական անձին։ Այո, մենք կարիք ունենք ինքներս մեզ հետ խոսել։ Մեր մտքի մեջ անգամ բարձրաձայն մենք կարիք ունենք լսել դա։ Մենք կարիք ունենք մեզ թափեցնել, քաջալերել, մխիթարել Աստծո խոսքով։ Աստվածաշունչը նաև ասում է, որ մեր միտքը կռվի դաշտ է, մարտադաշտ է։ Երկրորդ Կորինթացիների 10-րդ գլխի 5-րդ համարում Պողոս առաքյալը գրեց, ասում է 4-ից կկարդամ. քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով, բերդեր քանդելու, մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը։ Ուրեմն տեսնում եք, որ այդ բերդերը սատանայական մտքերն են մեր ներսում, որը նրա ամրակայանն է, որը նրա հենակետն է մեր կյանքի մեջ։ Նա կարող է ինչ-որ մի նախապաշարում բերել, բացասական միտք բերել եւ դա բերդի նման է։ Հին ժամանակներում նախքան հաղթանակ հայտարարելը դու պետք է բերդը գրավեիր, որտեղ ինչ-որ մի իշխան էր ապրում, քաղաքի ղեկավարներ կամ թագավորներ, որը պատասպարվել էր բերդում։ Ուրեմն քաղաքը գրավելը բավարար չէր եւ դա հաղթանակի երաշխիք չէր, եթե բերդը նվաճված չէր։ Հիմա Պողոս առաքյալն ասում է, որ մեր մեջ էլ բերդեր կան, եւ այդ բերդերը սատանայական մտքերն են, նախապաշարումներն են, տրամադրվածություններն են, հիշաչարություններն են, որտեղ հենց բուն նա է բնակվում, չարն է բնակվում։ Ուրեմն ասում է, որ մենք ինչ ենք անում, այդ բերդերը պետք է քանդենք Աստծո
խոսքի զենքով։ Եվ հետո ասում է եւ ամեն բարձունք, որ Աստծո գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Ուրեմն մտքեր կան, որ եթե մենք իրենց գերի չվերցնենք, իրենք մեզ գերի կվերցնեն։ Այդ դրա համար շատերն ասում են մի միտք անընդհատ ինձ տանջում է։ Այո, կան տանջող մտքեր, կան սատանայական մտքեր, եւ այս առումով Աստվածաշունչը միանշանակ է։ Մենք չպետք է տեղ տանք այդ մտքերին, այդ պետք է այդ մտքերը Աստծո խոսքով գերի վերցնենք։ Իսկ ինչպես է դա լինում, եթե մենք ընկերություն չենք անում Աստվածաշնչի հետ, չենք կարդում, չենք հաղորդակցում, չենք կիրառում Աստծո խոսքը, չենք մտապահում եւ շրջանառում մեր ներսում Աստծո խոսքը, մենք այդ մտքերը չենք կարող գերի վերցնել։ Մենք կարիք ունենք, որպեսզի Աստվածաշունչը մեր աչքերի առաջ լինի, բացված լինի եւ կիրառելի լինի մեր կյանքում, որպեսզի այն գործի եւ օգուտ տա։ Իսկ Եսայա մարգարեության 26-րդ գլխի 3-րդ համարում տեսեք թե ինչ է ասում Աստվածաշունչը. հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել։ Ուրեմն այս խոսքից տեսնում ենք, որ խաղաղությունը ոչ թե գալիս է իրավիճակից, այլ մտքից։ Եթե մեր միտքը հաստատուն լինի, ապա մենք խաղաղություն կունենանք, անկախ իրավիճակներից։ Հիմա մենք տեսնում ենք եւ հասկանում ենք, որ սա միայն անձնական խնդիր չէ։ Սա կարող է վերածվել նաեւ ազգային ճգնաժամի, ազգային արատի, եւ սա կարող է լուրջ հետևանքներ թողնել հասարակության վրա։ Բերեմ մի շատ ակնառու օրինակ։ Աստվածաշնչի թվոց գրքի 13-ից 14 գլուխներում 12 լրտեսներ են ուղարկվում Քանանի երկիրը լրտեսելու համար, նախքան Աստծո ժողովուրդը անապատից կմտներ Խոստումի երկիրը։ Նրանք գնում են, լրտեսում են, ինֆորմացիա են հավաքում եւ վերադառնում են բանակ։ 12-ից 10-ը վերադարձան հետեւյալ լուրով. Այո, երկիրը շատ բարվոք է, բարգավաճ է, կաթումեղր բխողի երկիր է, բայց այնտեղ հսկաներ են ապրում եւ նրանք մեզ կուտեն։ Հետևաբար լավ է, որ այդ կողմերը չերևանք։ 12-ից ընդամենը 2-ը վերադարձան բարի լուրով եւ նույնն ասացին. այո, այդ երկիրը կաթումեղր բխող երկիր է, եւ չասացին, բայց ասացին եւ այնտեղ հսկաներ են ապրում, որոնք մեր կերակուրն են։ Ուրեմն տեսեք տարբեր հայացքներ, նույն իրավիճակն է, ոչ ոք չկեղծեց իրականությունը, ոչ ոք չանտեսեց իրականությունը, բայց նույն իրավիճակն է, բայց տարբեր հայացքներ եւ մոտեցումներ։ Արդյունքում այդ 10 լրտեսները հրեա ժողովրդի մեջ այնպիսի մի խուճապ առաջացրեցին, որի պատճառով հրեաները տարիներ շարունակ զրկվեցին Քանանի երկիր մտնելու վայելքից։ Վախը, խուճապը նրանց դարձրեց թափառական, եւ միայն այդ բազմամիլիոնանոց բանակից 2-ը մտան Քանանի երկիր։ Կռահեք ովքեր էին նրանք, այն 2-ը, որոնք ճիշտ հայացք ունեին, որոնք դրական հայացք ունեին, Հեսուն եւ Քաղեբը։ Ուրեմն տեսնում ենք, որ negativity bias-ը կամ բացասականության հանդեպ հակումը կարող է վարակիչ լինել եւ կործանարար լինել անգամ ազգի համար եւ հասարակության համար։ Այս առումով կարևոր մի հարց տամ. ինչպիսի ազգ ենք մենք։ Տեսնում ենք դրականը, թե տեսնում ենք բացասականը, թե երկուսն ենք տեսնում։ Իրատեսական ենք, բայց լավատես, թե վատատես ենք։ Դուք կարող եք մեկնաբանության մեջ գրել ձեր կարծիքները մեր հասարակության կամ մեր ժամանակակից մարդկանց մասին կամ հենց ձեր մասին, կիսվեք ձեր փորձառությամբ։ Միացյալ Նահանգներում մի փորձ են արել հարյուրավոր զույգերի վրա։ Նրանք ձայնագրել են զույգերի զրույցը օրվա ընթացքում եւ մի կարևոր օրինաչափություն են բացահայտել։ Այն զույգերը, որոնք օրվա ընթացքում խոսում են ավելի շատ բացասական երևույթների մասին, 3 տարի հետո նրանք կանգնում են ապահարզանի սպառնալիքի առաջ։ Սա
գրեթե մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկ էր։ Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց տվեցին, որ մեկ բացասական փոխազդեցության դիմաց զույգը պետք է 5 դրական փոխազդեցություն գործադրի, որպեսզի կարողանա կայուն հարաբերություն ունենալ։ Ուրեմն ցանկացած բացասական երևույթներին ընտանիքը պետք է դիմակայի գոնե 5 դրական երևույթով, որպեսզի իր հարաբերությունների որակը լինի առողջ, լինի դրական եւ չկանգնի ապահարզանի սպառնալիքի առաջ։ Տեսեք, սա արդեն ապացուցված փաստ է։ Ուրեմն այն զույգերը, որ միայն տեսնում են բացասականը, խոսում են բացասականի մասին եւ բացասականին չեն հակադարձում դրականով, չեն տեսնում դրականը, ուրեմն վաղ թե ուշ իրենց հարաբերությունները սպառվելու են։ Ուրեմն սա միայն հարաբերության խնդիր չէ, սա ուղեղի կողմնակալության խնդիր է։ Մենք կարող ենք ամիսների եւ տարիների ընթացքում մեր ուղեղը մարզել, վարժեցնել այնպես, որ միայն բացասականը տեսնի, մարդուց սպառնալիքը զգա եւ արդյունքում մարդկային հարաբերությունների մեջ գալիս է քայքայում։ Հիմա ինչ անենք, որ մեր ուղեղի բացասական հակումից տեղափոխվենք դեպի դրական հակումը։ Ինչ անենք, որ մեր ուղեղը մարզենք, վարժեցնենք տեսնելու Աստծո գործը, տեսնելու դրականը եւ օրհնությունը։ Ուրեմն բանալին դիսցիպլինի մեջ է։ Մեր ուղեղը շատ հեշտ է ենթարկվում մարզման։ Եվ եթե ճիշտ մարզենք, այն ճիշտ արդյունք ունենանք, եթե ճիշտ մտածենք, ճիշտ կյանք ունենանք։ Ուրեմն, երբ որ նման իրավիճակի մեջ ենք հայտնվում, դու պարզապես կարող ես բարձրաձայն ինքդ քեզ ասել. ես հիմա բացասական հակման մեջ եմ։ Իմ ուղեղը հիմա սկսում է սպառնալիքը տեսնել միայն եւ ես չեմ նկատում լավը եւ դրականը այս ամենի մեջ։ Հոգեբանության մեջ կա այսպիսի հասկացություն. ընտրողական ուշադրություն։ Այսինքն դու ինքդ ես ընտրում, թե ինչի վրա ուշադրություն դարձնես։ Եթե այդպես է, ապա ընտրենք տեսնել լավը նաև։ Երկրորդ խորհուրդս հետևյալն է, անգլերեն այն կոչվում է savoring, կամ էլ վայելում։ Այսինքն դու մի պահ դադար ես տալիս եւ սկսում ես փորձառաբար ապրել դրականը, վայելել այն եւ վերբալ ձևով արտահայտել այդ դրականը։ Մենք շատ անգամ ժլատ ենք մեր բառերի մեջ։ Մենք կարող ենք անգամ անսահման երջանիկը զգալ, բայց վախենալ արտահայտվել։ Կամ օրինակ կերակուրը ուտում ես, շատ համեղ է, բայց չես արտահայտվում, չես ֆիքսում այդ պահը եւ չես նկատում եւ գնահատում դա։ Հետևաբար savoring-ը հենց դա է, կանգ առնել, ճաշակել, ոչ թե պարզապես կուլ տալ, ճաշակել, վայելել պահը, գնահատել բերանացի ձևով, արտահայտվել եւ պարզապես վայելել։ Օրինակ, վայելել զրույցը, երախտիկ հայտնել, շնորհակալություն հայտնել, արտահայտվել, ասել, գիտես, մեր ընկերությունը այնքան կարևոր է ինձ համար։ Կամ ասել ես այնքան քո կարիքն ունեմ, կամ երբ որ մենք շփվում ենք իրար հետ, ես այնպես եմ խաղաղվում, այնպես եմ հանգստանում։ Նկատել եք, մենք մարդկանց մասին լավը ասում ենք միայն իրենց մեռնելուց հետո։ Միայն լավ խոսքեր են հնչում, բայց իրականում այդ անձնավորությունը իր կենթանության օրոք կարիք ուներ լսելու այդ խոսքերը։ Ուրեմն մենք պետք է պահը ֆիքսենք, գնահատենք, արտահայտենք, որ մեր ուղեղն էլ սկսի հակվել դեպի դա, լսի այն ինչ որ մեր բերանն ասում է եւ վարժվի նոր իրականությանը։ Negativity bias-ը, այսինքն հակումը դեպի բացասականություն, սիրում է երկար կանգնած մնալ բացասական պատկերների առաջ, սիրում է երևակայել, գույները խտացնել։ Հետևաբար մենք պետք է հակառակն անենք, որպեսզի հակում ունենանք դեպի դրականը, մենք պետք է կանգնենք դրական պատկերի առաջ, մի քիչ երկար կանգնենք, վայելենք, շնորհակալություն հայտնենք, գնահատենք։ Հաջորդ խորհուրդս հետևյալն է. մտածիր 3 լավ բաների մասին օրվա վերջում։ Օրինակ, երբ որ պառկում ես քնելու, մտածիր, ինչ 3 լավ բան եղավ այսօր ինձ հետ։ Ինչու դա լավ եղավ եւ որն էր իմ դերը դրանց լավ լինելու մեջ։
Երբ մենք սկսում ենք մտածել լավի մասին, դրականի մասին, մեր ուղեղը սկսում է նոր ուղիներ կառուցել մեր ներսում, որպեսզի մենք տեսնենք դրականը, գնահատենք դա եւ շնորհակալ լինենք։ Նույնը կարող ենք անել նաև մարդկային հարաբերությունների մեջ, կամ ինչ-որ մեկի հանդեպ մեր վերաբերմունքի մեջ։ Գուցե ինչ-որ մեկից մենք վատն ենք տեսել եւ ավելի ենք ուռճացրել, եւ մեր ուղեղը ավելի է սկսել խտացնել գույները ինչ-որ մեկի հանդեպ եւ չտեսնել լավը։ Բայց երբ որ մենք սկսում ենք արտահայտվել, մեր ուղեղը սկսում է նաև դրականը տեսնել։ Ճիշտ է, որ ինքը այսպես իմ հանդեպ վարվեց, բայց ինքը այս լավ բաներն էլ ունի։ Այսինքն դու չես անտեսում լավը, տեսել ես վատը, այո, բայց տեսնում ես նաև լավը, եւ դա օգնում է քեզ ճիշտ գնահատել իրավիճակը։ Իրականում հենց իրատեսությունը դա է։ Վատատեսությունը միայն վատը տեսնելն է։ Աշխարհային ներշնչանքի ման վրա եղած լավատեսությունը դա իրականությունը կեղծելն է, միայն լավը տեսնելն է, ինքնախաբեություն է, բայց դրական հակումը հենց սա է, իրականությունը ճիշտ գնահատել։ Այսինքն այո, ինքը վատ վերաբերվեց, վատ վարք ցույց տվեց, բայց իր մեջ էս լավ բանն էլ կա, որը կարող է օգտակար լինել։ Եվ ուզում եմ վերջում ավարտել Պողոս առաքյալի խորհրդով կամ հորդորով, որ գրված է առաջին Թեսաղոնիկեցիներին 5:16 համարում ասում է. միշտ ուրախ եղեք, անդադար աղոթեք, ամեն բանում գոհություն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծո կամքը Քրիստոս Հիսուսով։ Ուրեմն միշտ ուրախ լինենք, բայց ինչի համար պետք է ուրախ լինեմ։ Ես ոչ մի ուրախալի առիթ չեմ տեսնում իմ կյանքի մեջ, որ ուրախ լինեմ։ Բայց երբ որ մենք որոշենք ուրախ լինել, մեր ուղեղը կսկսի փնտրել ուրախանալու առիթներ։ Կան չէ մարդիկ, որոնց հետ ինչ-որ վատ բան է պատահում, բայց նրանք շատ արագ հակազդում են եւ ասում են՝ դե ավելի վատը կարող է լինել, բայց չեղավ։ Փառք Աստծո, որ գոնե այսպես պրծանք։ Մարդը տեսնում է դրականը դրա մեջ եւ սկսում է գոհանալ։ Ուրեմն տեսեք Աստվածաշնչյան հորդորը՝ միշտ ուրախ եղեք, անդադար աղոթք կարեք, ամեն բանում գոհություն հայտնեք, որովհետեւ սա է ձեր հանդեպ Աստծո կամքը։ Որն է Աստծո կամքը, որ ես միշտ ուրախ լինեմ, անդադար աղոթեմ եւ ամեն ժամանակ շնորհակալություն հայտնեմ։ Սա է Աստծո բարի, հաճելի եւ կատարյալ կամքը իմ հանդեպ։ Եվ եթե ես այսպես վարվեմ, իմ կյանքի որակը կփոխվի, իմ մտածողությունը կփոխվի եւ իմ կյանքում շատ բաներ կփոխվեն։ Ուրեմն նեգատիվիթի բայասը մեր հին պահակն է, որ գալիս է դեռ հնուց, բայց եթե թույլ տանք այդ պահակը ղեկավարի մեզ, նա կդառնա բռնապետ եւ կփչացնի մեր կյանքը։ Մեզ կտանի միշտ դեպի լարվածություն, դեպի թշնամանք, դեպի հիասթափություն։ Հիմա հակառակ սրան, քրիստոնեական ճանապարհը կեղծ դրականությունը չէ, ինքնաներշնչանքը չէ։ Քրիստոնեական ճանապարհը մտքի նորոգության ճանապարհն է, որ Աստծո խոսքով պետք է մեր միտքը նորոգենք եւ Քրիստոսի միտքը ձեռք բերենք, ինչպես ասում է Սուրբ Գիրքը։ Ուրեմն երբ որ մենք այս գործնական առաջադրանքները կանենք, երբ որ կսկսենք մտածել եւ փնտրել լավը, երբ որ օրվա վերջում մեզ հարց կտանք, ինչ 3 լավ բան պատահեց ինձ հետ, ապա մեր ուղեղը կսկսի վարժվել դրան եւ ժամանակ անց կտեսնենք, որ մեր ներքին ձայնի տոնայնությունը փոխվել է, այն փնփնթան մարդը, վատատես մարդը, հանկարծ կնկատենք, որ դարձել է դրական, լուսավոր, ավելի գրավիչ։ Եվ Աստված հաճախ մարդու կյանքը չի փոխում 1 վայրկյանում, թեպետ կարող է եւ այդպես էլ անել, բայց հաճախ տեսնում ենք, որ Աստված փոխում է մարդու կյանքի ուղին, ճանապարհը, եւ երբ որ մարդը սկսում է այդ ճանապարհով ընթանալ, փոխվում է նրա ճակատագիրը, փոխվում է նրա միջավայրը, վերջ-վերջո փոխվում է նրա կյանքը։ Ուրեմն ուշադիր եղիր մտքերիդ, ուշադիր եղիր քո ուղեղի հակվածությանը, արդյոք դու բացասականության հանդեպ հակում ունես, թե դրականության հանդեպ ես հակված։ Եթե այդպես է, կարող ես մեկնաբանության մեջ ակտիվ լինել, գրել, կիսվել քո փորձառությամբ։ Եթե ունես խնդիր, ունես հարց, գրիր, ես հնարավորինս կփորձեմ անդրադառնալ եւ պատասխանել։
Բայց նորից ուզում եմ հորդորել, որպեսզի մենք կապը իրար հետ չկորցնենք, չմոռանաս բաժանորդագրվել այս ալիքին, սեղմել լայքի նշանը եւ քո մեկնաբանությամբ ակտիվ լինել։ Ես շնորհակալ եմ քեզանից համագործակցության համար, իսկ հիմա կուզեմ աղոթենք։ Մերսի էլի երկնային Հայր, շնորհակալ եմ, որ քո խոսքը լույս է մեր մտքերի համար։ Շնորհակալ եմ, որ դու չես թողնում, որ մենք խավարի մեջ մնանք, այլ քո Սուրբ Հոգին լուսավորում է մեր միտքն ու սիրտը։ Մեզ լույս է պարգևում, որ այդ նոր լույսի ներքո տեսնենք կյանքը, որ այդ նոր լույսի ներքո տեսնենք մարդկային հարաբերությունները։ Ես շնորհակալ եմ, որ դու ինձ չես թողնում, որ ես մնամ մենակ եւ ընկած բացասականության հորի մեջ։ Այսօր դու ինձ ձեռք ես մեկնում եւ ինձ դուրս ես հանում այդ փոսից եւ իմ ոտքերը կանգնեցնում ես ժայռի վրա եւ իմ բերանի մեջ նոր երգ ես դնում, իմ Աստծո գոհության երգը, որ կարողանամ այսօր քեզ փառաբանել, որ հակառակ բոլոր դժվարությունների, հակառակ բոլոր մռայլ իրականության կարողանամ տեսնել քո փայլն ու փառքը եւ քո լուսով լուսավորված գնամ առաջ։ Շնորհակալ եմ, որ այսօր քո երեսն ես փայլեցնում ինձ վրա, ժպտում ես ինձ եւ ես էլ համապատասխանաբար քեզ եմ ժպտում, մարդկանց եմ ժպտում, որի արդյունքում էլ կյանքը ինձ կժպտա։ Շնորհակալ եմ քո ճշմարտության համար, որ ինձ ճանաչել ես տալիս, որն էլ ինձ ազատություն է տալիս։ Աղոթեցի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։